Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Հարությունյան, առաջիկա ընտրությունների ֆոնին մենք պարբերաբար արտաքին միջամտությունների մասին պնդումներ ենք լսում, իշխանական գործիչներն ու փորձագետներն ակնարկում, երբեմն նաև բացահայտ հայտարարում են Ռուսաստանի կողմից նման փորձերի առկայության մասին։ Անձամբ դուք Ռուսաստանի կողմից ներհայաստանյան ընտրություններին միջամտելու փորձեր նկատում եք եւ ընդհանուր առմամբ ինչ եք կարծում, Ռուսաստանն այս պահին Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր դրել է իր առաջ, թե ոչ։ Ես չգիտեմ Ռուսաստանի իշխանություն փոխելու խնդիր այսօր ունի թե չունի, կարծում եմ Փաշինյանը լիովին նրանց բավարարում է, որովհետև Փաշինյանը Հայաստանի նախկին բոլոր իշխանություններն էլ եղել են ռուսամետ կամ հենց ռուսամետ եւ պրոռուսական, այո, ավելի շատ ոչ թե ռուսամետ, այլ հենց պրոռուսական, շատ դեպքերում Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք նույնիսկ Ռուսաստանի շահերն են սպասարկել Հայաստանում, նրա փայլուն վկայությունը Հայաստանի այսօրվա վիճակն է, ամբողջ տնտեսությունը գտնվում է ռուսների ձեռքում, երկաթուղիները, էլեկտրոցանցերը, ամեն ինչ որ հնարավոր է, ինչ որ գազը, ինչ որ հնարավոր է, նրանք տվել են Ռուսաստանին։ Այդ առումով Ռուսաստանը սովոր է, որ Հայաստանում իշխանությունները պետք է լինեն հալու հնազանդ իրեն։ Նիկոլ Փաշինյանը էլ ավելի առաջ գնաց, ես ուզում եմ հիշեցնել, ձեզ դա արդեն մոռացվել է, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Սիրիա գնաց ռուսների հետ։ Այո, առաջին օրերին երբ իշխանության էր եկել 18 թվականին։ Նույնիսկ Բելարուս Սիրիա չգնաց, իսկ Հայաստանը գնաց Սիրիա, այնտեղ ուղարկեց զորամիավորում, անուն դրեցին ինչ-որ, բայց բոլոր դեպքերում։ Այս առումով այո, Հայաստանը միշտ եղել է ռուսական ազդեցության ոլորտում եւ ռուսները բնականաբար կցանկանային, որ շարունակեր մնալ այդ ոլորտում։ Այդ ուղղությամբ նրանք միշտ էլ աշխատել են եւ պետք է որ շարունակեն աշխատել, միամիտ պետք է լինենք պնդելու, թե ռուսները այս ուղղությամբ քայլեր չեն կատարելու։ Իհարկե կատարելու են, ծանր ու թեթև են անելու, թե որն է իրենց համար ավելի ձեռնտու, կամ բոլոր ձեռնտու տարբերակներն էլ դնելու են, տեսնելով, որ մեկը կանցնի, նայել ավելի ձեռնտու որը կլինի։ Այո։ Այս առումով իհարկե աչք փակել եւ ասել, թե Ռուսաստանը Հայաստանում ընտրական process-ներին միջամտելու խնդիր չունի, միամտություն իհարկե ունի այդ խնդիրը։ Եվ եթե մենք այս համատեքստում Փաշինյան-Պուտին Մոսկովյան վերջին հանդիպմանը անդրադառնանք, ինչ եք կարծում, ինչու այս անգամ մեր հանրությանը նման տեսարան մատուցվեց, հատկապես երբ նշում եք, որ Փաշինյանի իշխանությունը լիովին բավարարում է Ռուսաստանին, եւ սովորաբար մենք գիտենք նման բաները տեսախցիկներից այն կողմ է լինում եւ հանրությունը ականատես չի լինում։ Ինչ եք կարծում, ինչն էր պատճառը, որ հիմա տեսանք սա։ Սա ցուցադրություն էր, կանխամտածված քայլ էր, եւ դա ավելի շատ ուղղված էր Հայաստանի հանրությանը, կարծում եմ։ Երկու տարբերակ կարելի է դիտարկել։ Մի տարբերակը Պուտինը փորձում էր նմանակել Տրամպին, երբ տեսախցիկների առաջ փորձում են խոսել են մասին, թեմաների մասին, որոնք որ քննարկվում են տեսախցիկներից հեռու։ Այո, եւ դա եւ ոչ միայն Զելենսկու, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի հետ նույն բանը արեցին, էլի Գերմանիայի կանցլերի հետ նույն բանը մոտավորապես փորձեցին անել ոչ այնքան հստակ որքան Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի կամ Զելենսկու, բայց դա նրա ոճն է, Թրամփյան ոճ կարելի ասել, Պուտինը կարելի է մտածել, որ փորձեց նմանակել դրան, եւ երկրորդը կարելի է մտածել, որ բաց ուղերձ էր, որ մենք ձեր ընտրություններում ոչ միայն ներկա ենք, այլ նաեւ մասնակից եւ ձեր դեմքով եւ ձեր օպոնենտների դեմքով։ Իսկ ինչ եք կարծում, Ռուսաստանը կանցնի այնպիսի գործողությունների, որոնք խոսքերից զատ Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ կստեղծեն։ Օրինակ, օրերս հայտնի դարձավ Ջերմուկի հայտնի գործներ վերաբացվել, որոշակի սպառնալիքներ հնչեցին, բայց որպես կանոն նման բաները հայտարարությունների մակարդակում են մնում։ Մենք չենք հիշի այնպիսի դեպք, երբ Ռուսաստանը Փաշինյանի համար խնդիրներ է ստեղծել այս տարիներին։ Դե դա էր իմ ասած, այո, խնդիրներ լուրջ չեն լինելու, ինչ խնդիրներ էլ որ լինեն, թեկուզ ձեր ասած Ջերմուկի դեպքեր եւ նրանք խաղալու են հոգուտ Փաշինյանի ըստ էության դաշտը ազատ է այս առումով, ուղղակի Փաշինյանը մեկ խնդիր ունի հաջողել, բայց որքան մեծ կլինի այդ հաջողելը, այդ մեծության խնդիրն է արդեն։ Խաղադրույքը այստեղ է։ Այո, խաղադրույքը 2/3-ին է վերաբերվում, թե ասենք ինչ որ մեծ տոկոս տանել, այո։
Ու ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է արևմուտքի անվերապահ աջակցությունը։ Մենք այս ընթացքում լսեցինք Վենսի հայտարարությունը, Կայա Կալասի, անգամ Թուրքիայի արտգործնախարարը նրա քաղաքական կուրսին աջակցություն հայտնեց, եւ այսպես շարունակ։ Ձեզ համար հասկանալի է, ինչու է արևմուտքը շարունակում աջակցել նույն Նիկոլ Փաշինյանին, երբ նա ոչ միայն Ռուսաստանից ունեցած մեր կախվածությունը չի նվազեցնում, այլև օրինակ Եվրամիության սրտում Լեհաստանում հայտարարում է, որ եթե վերընտրվի, ապա ռուսական ռազմաբազան դուրս չի բերելու մեր երկրից ու այսպես շարունակ։ Եվրոպացիները հույս են փայփայում։ Եվրոպացիները ունեն ծրագիր, հեռուն գնացող ծրագիր, որը հենց այսօր իրականացնելու համար չի։ Այդ ծրագիրը եվրոպացիների երկարատև ծրագիր է Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու, որը նրանք կարող են հաջողել պարտադիր չի հենց այս տարի եւ պարտադիր չի վաղը ժամանակի ընթացքում երկարաժամկետ ծրագիր է եւ այդ երկարաժամկետ ծրագիրը փոխկապված է այլ զարգացումների հետ ուկրաինական պատերազմ, Ռուսաստանի թուլացում, որը մեր աչքի առաջ տեղի ունենում այս պահին եւ դանդաղ process նրանք իհարկե սիրաշահում են Փաշինյանին, նրանք աջակցում են, հայտարարություններ են անում աջակցող հաշվի առնելով, որ այո վաղը միսօր կարող է եւ այդ խաղակարտը օգտագործելուց Փաշինյանը պետք գա, բայց դա բոլորովին իրավունք չի տալիս Փաշինյանին գնալ բիրտուժի երկրի ներսում, ընտրություններ կեղծելու եւ այլն եւ այլն։ Եթե հանկարծ Փաշինյանը այդ սահմանը կհատի, մենք ականատես կլինենք նույն այդ գործիչների կողմից դատապարտող հայտարարությունների։ Առ այս պահը գտնում եք, որ չի հատել Փաշինյանը։ Դեռ այդ կարգի, այո, այդ ընտրախախտումներ չկան, փաստորեն չեն եղել եւ դեռ այս պահի դրությամբ չկան լուրջ բաներ։ Եթե Փաշինյանը, չգիտեմ, կհատի չի հատի եւ ստիպված կլինի այդպիսի իրավիճակ, որ ինքը ստիպված լինի։ Իսկ օրինակ Բագրատ Սրբազանի հայտնի լուսաձայնային նռնակներ կիրառելու օրը այդ հունիսի 12-ին 2024 թվականին սա այս գիծը հատելու փորձ չէր, ես հիշում եմ օրինակ Ամերիկայի դեսպանատունը սա արդարացրեց եւ հայտարարեց, որ ցուցարարները խաղաղ չէին այս դեպքում, այնինչ մենք նման երևույթ չենք տեսել համենայնիվ։ Ես չեմ ցանկանում այդքան հետ գնալ, որովհետեւ նախընտրական փուլը հիմա բոլորս կենտրոնացած ենք հենց նախընտրական փուլին, այն ինչ որ եղել է, արդեն եղել է եւ արձանագրվել անցել է առաջ։ Ես առիթներ ունեցել եմ ասելու եւ հիմա կարող եմ կրկնել, ուղղակի ես չեմ կարծում թե արևմուտքը այդքան միամիտ է եւ կարելի է արևմուտքին հենց այնպես վերցնել ականջներից կամ քթից բռնած մանտալ։ Չի հաջողում Փաշինյանը խաթել էս ոչ միայն Փաշինյանին եւ շատ շատերին, ոչ բոլորովին նրանք ամեն ինչ էլ տեսնում են, արձանագրում են, թե ինչ բաց հրապարակային հայտարարություններ են անում, դա մի բան է, թե ինչ են արձանագրում եւ ինչ են պահում թղթապանակներում, դա բոլորովին այլ է, որոնք այո, երբ որ պետք գա շահերից ելնելով այո, մենք անցել ենք այդ ճանապարհը, մենք ունեցել ենք շատ հաջող ժամանակահատված 90-ականների առաջիկես նույն քաղաքական գործիչների դեպքում արևմուտքը բոլորովին այլ դրսևոր հայտարարություններով է հանդես եկել արդեն 90-ականների երկրորդ կեսին, այնպես որ նրանք պարտավորվածություններ չունեն, նրանք հետևում են զարգացումներին, նրանք հետևում են քաղաքական գործիչի կամ պետական գործիչի վարքին, գործում են ելնելով, այո, համադրելով այդ ամեն ինչը իրենց շահերի հետ իհարկե։ Եթե իրենց շահերին համահունչ է, այս պահին կպաշտպանեն, եթե ոչ, սա է։ Ու նաև ճիշտ եմ հասկանում, եթե այնպիսի իշխանություն լինի, որը իրենց շահերին ավելի համահունչ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը, հեշտությամբ նաև նրան կպաշտպանեն։ Այո, բայց այսօր Հայաստանում ես չեմ տեսնում այդ կարգի, ասենք կան ուժեր, որոնք կարող են լինել համահունչ ավելի նրանց շահերին, բայց այդ ուժերը չունեն Հայաստանում այդ հնարավորություններն այսօր, փաստորեն Հայաստանում մրցակիցներ են, այո, իշխանամետ, ռուսամետ ուժերն են ավելի մրցակից իրար հետ եւ հավանականությունը, որ նրանք կլինեն պարլամենտում, շատ ավելի մեծ է։ Իսկ ինչու են այս ուժերը մեզ մոտ միշտ լուսանցքում մնում, որն է պատճառն ըստ ձեզ։ Դա արդեն բոլորովին այլ խնդիր է, դա արդեն իշխանությունները եւ նախկին իշխանությունները մինչ Փաշինյան եղած իշխանությունները, սկսած Ռոբերտ Քոչարյանից երևի 2000-ականների սահմանագծից, ճիշտ ասած ես այդ կապակցությամբ հենց այսօր հոդված եմ նախապատրաստում, սկսած 2000-ականների սահմանագծից հստակ ձևակերպել են իրենց համար, թե ինչ է պետք իշխանությունը պահելու գործում։ Պետք է ընտրական գործընթացները պահել սեփական վերահսկողության տակ, պետք է դատական համակարգը պահել սեփական վերահսկողության տակ, պետք է
կարևոր դրվագներից գործերից մեկը պետք է լուրջ քաղաքական, գաղափարական անդիմախոսներին, որոնք գաղափարապես են քեզ, նրանց լուսանցք մղել, դուրս մղել լուսանցքից, մարգելանացնել նրանց, որպեսզի նրանք չկարողանան չունենան հնարավորություններ, թե ռեսուրսներ, թե հնարավորություններ ներկայանալու հանրությանը եւ ունենալու ծանրակշիռ աջակցություն հանրության մեջ։ Այդպես եղել է միշտ Քոչարյանի ժամանակ, ասենք ընդդիմադիրները կամ երկրից պետք է գնային, կամ օրվա խնդիր պետք է ունենային։ Եղել է նույն վիճակը Սերժ Սարգսյանի ժամանակ, կարող էին լինել նաեւ կալանավորված բանտերում, եւ Փաշինյանը որպես նրանց հոգեզավակ, որպես նրանց հեղափոխությամբ նրանցից իշխանությունը խլած, բայց մտածողությամբ նրանց նման գործիչ շարունակել է դա եւ այս 7 տարիների ընթացքում մենք փոշիացրել ենք, մենք չունենք այսօր այն քաղաքացիական հասարակությունը, որ ունեինք մինչև 18 թվականը, չունենք, չկա։ Այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հեղափոխություն տեղի չի ունենում Հայաստանում։ Այո, դրա համար պետք է երևի ժամանակ, չնայած 8 տարին բավականին մեծ ժամանակ է, այն էներգիան, որ կուտակվել էր Քոչարյան, Սարգսյան իշխանավորման շրջանում այդ էներգիան պարպվեց 18 թվականին, հետագայում Փաշինյանը չստեղծեց երկրում մի այնպիսի հնարավորություն, մի այնպիսի միջավայր, որտեղ քաղաքական անդիմությունը կձևավորվեր եւ կկարողանար ներկայանալի լինել եւ քաղաքացիական հանրությունը նույնպես։ Այդ պատճառով էլ այո լուրջ քաղաքական իրոք անդիմադիր կուսակցությունները, դեմքերը, գործիչները նրանք լուսանցքում են ըստ էության եւ մեր հանրությունը նրանց կամ չի ճանաչում, կամ վատ է ճանաչում, սխալ է ճանաչում։ Քարոզչության ֆոնն է։ Այո, քարոզչության ֆոնն է գործում։ Իսկ իսում եք այն գնահատականը, որ Սերժ Սարգսյանը ավելի ժողովրդավար էր, քան Նիկոլ Փաշինյանը, քանի որ նրա օրոք հեղափոխություն եղավ, իսկ Փաշինյանի օրոք չի լինում, իհարկե նաև ձեր հիշատակած իրողությունների հետևանքով։ Ոչ, իհարկե չեմ կիսում, նրանցից որևէ մեկը ժողովրդավար չի եղել, ոչ Փաշինյանը, ոչ Սարգսյանը, եթե ժողովրդավար լիներ, նա օրոք այդքան քաղբանտարկյալներ բանտերում չէին լինի, եթե ժողովրդավար լիներ, նա մարտին 1-ին հեղված արյամբ իշխանության չեր վերցնի, նույնը վերաբերում է Քոչարյանին, որը իշխանությունը փոխանցեց Սարգսյանին մարդասպանություններով, այրունահեղությամբ, բանտերը լցված քաղբանտարկյալներով, Սարգսյանն էլ շարունակեց նրանց բանտերում պահել, մարտի 1-ի գործը չբացահայտեց եւ ինչ վերաբերում է Փաշինյանին, նրան էլ արդեն մենք տեսնում ենք իր իշխանավորման ոճը, նրա իսկ այս նախընտրական փուլում գոնես վերջին 1-1.5 տարվա ընթացքում տեսնում ենք նրա շարժուձևը, մարդկանց հետ շփվելու նրա դրանք բոլորովին ժողովրդավար գործչին հարիր դրվագներ չեն, ժողովրդական գործիչ չեն բնութագրում նրան որպես ժողովրդավար ղեկավար չենք ունեցել փաստացի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի մի քանի տարիների շրջանը եթե հանենք դուրս, իսկ դա այնքան հեռու է, որ կարելի է մի կողմ դնել, ապա մենք իրոք չենք ունեցել այդպիսի գործիչ եւ մեր մեծ ցավն է, որ այսօր այդ կարգի հարց է հնչում, սրանցից որն է ժողովուրդ մենք ստիպված ոչ ժողովրդավար գործիչներ ունենք համեմատում, վատագույնի մեջ ենք ընտրություն կատարում։ Ժամանակ առաջ, մի քանի օր առաջ լրագրողներից մեկը ինձ մոտավորապես նման հարց է տվել եւ լրումն հարցի ավելացրել է, որ տեսեք, Փաշինյանի օրոք այդքան շատ քաղբանտարկյալներ չունենք, դեռ իսկ Սարգսյանի օրոք այդքան շատ են եղել, ուրեմն Սարգսյանը ավելի քիչ ժողովրդավար է եղել։ Ես ճիշտ ասած պատասխանեցի, որ մեր երկրի համար, ցանկացած երկրի համար նույնպես, բայց մեր երկրի համար հատկապես մեկ քաղաքական հետապնդումը այնքան շատ է, որ բոլորովին պետք չի ասել 30 կամ 40-ն է եղել։ Նույնիսկ մեկ քաղաքական նկատառումներով դատավարությունը, մեկ քաղաքական նկատառումներով հետապնդումը այնքան շատ է մեր երկրի համար, որ ավելին մեզ պետք էլ չի։ Իսկ այսօրվա դաշտում դուք եք քաղբանտարկյալներ համարում։ Դեռ քաղբանտարկյալ ասելու չէ, բայց քաղաքական նկատառումներով հետապնդվողներ, որոնք կարող են կհասնեն դատական փուլ կլինի, նրանք կհասնեն արդեն։ Եթե դա Աստված չանի դատապարտվեն, այդ ժամանակ մենք խոսենք արդեն բանտարկյալ։ Հիմա մենք գործ ունենք քաղաքական նկատառումներով հետապնդվողների հետ, հենց թեկուզ Բագրատ Սրբազանը այսօր Միքայել Սրբազանը եւ մյուսն այո մարդիկ, որոնք որ հետապնդվում են այսօրվա դրությամբ, նրանց նկատմամբ գործեր են հարուցվել, նրանք հետապնդվում են այո քաղաքական նկատառումներով իրենց ծավալած գործնայության համար։ Այլ խնդիր է, որ այստեղ կարող են ասել անկեկեղեցիական են, բայց բոլոր դեպքերում
այո, հետապնդումները քաղաքական երանգ ունեն։ Պարոն Հարությունյան, գործող իշխանությունը ամենաբարձր մակարդակով մեր հանրությանը պատերազմով է շանտաժանում, հայտարարում են, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա սեպտեմբերին արդեն աղետալի պատերազմ է տեղի ունենալու։ Որպես իրավապաշտպան, ինչպես է գնահատում այս երևույթը, որքանով է այն տեղավորվում բարոյականության սահմաններում եւ ինչ եք կարծում, սա հասարակությանը կդրթի գնալ եւ ձայն տալ Նիկոլ Փաշինյանին։ Սա տերոր է ուղղակի, այսինքն իշխանությունն ասում է, եթե դուք ինձ չընտրեք, ապա պատերազմ է լինելու։ Այս առումով ես քանից արդեն արտահայտվել եմ, նորից կարող եմ կրկնել ինքս ինձ, այդ դեպքում մենք պետք է մեր երկրում, եթե իրոք դա այդպես է, ուրեմն մեր երկրում պետք է ընտրություն չլինի։ Պետք է չեղարկենք ընտրությունները եւ Նիկոլ Փաշինյանին հայտարարենք վարչապետ միայն եւ միայն այն պատճառով, որ հակառակ դեպքում պատերազմ է լինելու։ Իսկ մենք պատերազմ չենք ուզում, չենք ուզել եւ չենք էլ ուզելու, որովհետեւ մենք խաղաղություն ենք ուզում։ Այդ կարգի տերորը պետք է որ տեղ չունենա մեզանում։ Մարդիկ պետք է հասկանան, որ դա շատ սովորական սադրանք է, շատ սովորական տերոր է, որը իրականության հետ աղերս անգամ չունի, եւ եթե խաղաղությունը կախված է մեկ մարդուց, ուրեմն այդ խաղաղությունը խաղաղություն չի։ Ինքն է խոստովանում, որ ջախջախված է սորակարգը փաստացի։ Եթե Աստված չանի, ուրեմն Փաշինյանի հետ մի բան պատահի, ասենք հիվանդանա, մենք ինչ ուրեմն վերջ պատերազմ ենք ունենալու։ Եվ մի բան էլ, որ էլի ես ասել եմ, կարող եմ կրկնել, 90-ականների ամենավերջին եւ 2000-ականների սկզբներին դուք երիտասարդ եք եղել, չեք հիշի, ընտրատեղ կար այսպիսի ավանդույթ թե սովորություն, ընտրատեղամասեր էին մտնում ավտոմատներով, սպառնալով, կրակում էին նույնիսկ օդ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել է ընտրատեղամասներ մտնել Իլհամ Ալիևի նկարով։ Այդ ավտոմատների փոխարեն Իլհամ Ալիևի նկարը ձեռքին մտնել, որ այ եթե դուք ինձ չընտրեք, ուրեմն այս մարդը կրակելու է ձեր վրա, այս մարդը հարձակվելու է ձեր երկրի վրա։ Մեթոդներն են փոխվել, բայց երևույթը նույնն է։ Այո, տերոր է դա։ Մենք շատ արագ կարողացանք ձերբազատվել դրանից, այդ ավտոմատավորներից, բայց այսօր մոտավորապես այո, այդ երևույթն է գործում։ Եվ ես հիշում եմ, դուք տարիներ առաջ ձեր հարցազրույցներից մեկում, երբ Սերժ Սարգսյանի իշխանության մասին էիք խոսել, նրանց կեցվածքը ձեզ հիշեցրել էր սովետական առաջնորդներին, նման պնդում էիք արել, հիմա ներկայիս իշխանությունների կեցվածքը ձեզ ինչ է հիշեցնում, ում հետ կարող եք համեմատել նրանց։ Ես չեմ հիշում, թե ինչ համատեքստով եմ ասել, շատ հնարավոր է, որ ճահճացած վիճակ էր Այո, 2015 թվականի իշխանության վերջին տարիներին։ Երևի, կլիներ այդպես։ Ես հիմա լավ չեմ հիշում իհարկե, բայց այո, Սերժ Սարգսյանի իշխանավարումը մոտավորապես հիշեցնում էր սովետական տարիների 70-ական թվականների այդ ճահիճը, երբ ոչինչ չկար, ամեն ինչ խեղդվում էր այդ ճահիճի մեջ եւ հույս էլ չկար, այո։ Բայց այսօր բոլորովին այլ վիճակ է։ Ես չեմ կարող այսօրվա վիճակը համեմատել խորհրդային երկրի վիճակի հետ։ Փաշինյանը իհարկե իր մտածողությամբ չնայած տարիքին պետք է որ չլիներ սովետական, բայց խիստ սովետական է, հատկապես իր այդ համեմատությունները, Ստալին հիշելը, ես չգիտեմ ինչ հիշել, այդ ամեն ինչը ենթագիտակցորեն այդ արժե համակարգի կրողն է, բայց քանի որ ինքը այդ արժե համակարգում էլ չի ապրել լիարժեք եւ չի յուրացրել, դա էլ է ինքը խեղաթյուրված ներկայացնում։ Ընդհանրապես Փաշինյանի դեպքում ամեն ինչ իր մոտ կիսատ է, մինչև վերջ չսովորած, մինչև վերջ չյուրացրած, մինչև վերջ չուսումնասիրած, երբ ինքը ինչ-որ թեմա է առաջ քաշում, երբ որ ինքը ինչ-որ հայտարարություն է անում, անմիջապես ականջածակում եւ աչք է զարնում նրա թեմային չտիրապետելը։ Այդ թվում նաեւ այնպես որ իր դեպքում ես չեմ կարող ասել, թե ինքը սովետական ինչ-որ կապկում է, ասենք սովետական ինչ-որ ուղղակի ինքը իրենից առաջ եղած ինքը ավելի շատ կապկում է իշխանավարման իր ոճով Ռոբերտ Քոչարյանին։ Կոշտ, կոպիտ, ընդդիմախոսների նկատմամբ, յուրայինների նկատմամբ, այդպես եղել է Քոչարյանը։ Եվ ուզում եմ նաև ընդդիմությանը անդրադառնանք, մասնավորապես առանցքային ընդդիմադիր ուժերին, Սամվել Կարապետյանի, նույն Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուժերին, որոնց իդեպ Նիկոլ Փաշինյանն անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, ակնհայտորեն փորձելով նրանցից մեկ ամբողջություն ստանալ եւ այդ ամբողջության դեմ պայքարել։ Ձեր գնահատմամբ ինչ կստացվի, այս երեք ուժերին կհաջողվի Փաշինյանին իրական այլընտրանք դառնալ եւ իշխանափոխության հասնել, թե ընդհակառակը նրանք ավելի կհեշտացնեն գործող իշխանության վերարտադրությունը։ Ճիշտն ասած, մենք հիմա հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, մեր ընտրողը, ես անձամբ,
դուք որպես ընտրող, չգիտեմ ձեր դեպքը ոնց, ես որպես ընտրող հայտնվել եմ մի այնպիսի վիճակում, երբ չգիտեմ անգամ ում եմ իմ ձայնը տալու, որովհետև ես չեմ տեսնում գաղափարների պայքար, ես չեմ տեսնում քաղաքականություն, ես չեմ տեսնում Հայաստանում վերջին տարիներին, հիմա առավել ևս ուժեր են բոլորն էլ եւ իշխանական ուժը եւ նրա այդ առաջին այդ 3 ընդդիմադիրները, որոնց հենց ինքն էլ ճանաչում է որպես իր մրցակիցներ, քաղաքականությունից դուրս են։ Քաղաքականությունից դուրս են, քաղաքական պայքար չկա, քաղաքական մրցակցություն չկա, կա թշնամություն, կա վրեժխնդրություն եւ այդ ամեն ինչը, քանի որ ապաքաղաքական է, ես չեմ կարող ասել նրանց հաջողությունը, նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը ինչ կբերի Հայաստանին, ինչ կարգի հաջողություն կբերի կամ ինչ կարգի վնասներ կհասցնի Հայաստանին։ Փաշինյանի հաջողությունը կամ այն մյուսների հաջողությունը, նրանց հավաքական հաջողությունը կամ առանցին հաջողությունը, ասել չեմ կարող։ Մի բան հստակ է, որ բոլոր այն ուժերը, որոնք կարող էին լինել քաղաքական մտքի կրողներ, նրանք երկրորդ կամ երրորդ դերում են այսօր Հայաստանում եւ այս վիճակում այդ հարցը թող մնա կիսապատասխանված։ Դուք նաեւ իմ հաջորդ հարցին անցում կատարեցիք, նաեւ սա է պատճառը, պարոն Հարությունյան, որ մեր հասարակության ամենամեծ խումբը չկողմնորոշված եւ բոլորին դեմ զանգվածն է, որը բոլոր հասարակություններում էլ կա, բայց մեզ մոտ կարծես թե շատ ավելի մեծ է, քան թույլատրելի սահման նստելը։ Այո, եթե դուք տեսեք ամենամոտ ընտրությունը, որ եղել է Հունգարիայի ընտրություններն էին։ Իշխանությունը այնքան վստահ էր իր հաղթանակում, Օրբանի իշխանությունը, որովհետև նրանք էլ ամբողջ դաշտը եւ լճացել էին եւ հետո այդ երկար տարիների ընթացքում դաշտը ամբողջ իրենց տիրապետության տակ էր, ընտրական տեղամասերը իրանցն էին, դատարաններն իրանցն էին, ամեն ինչ իրանցն էր, բայց ժողովրդի ակտիվությունը ցույց տվեց, որ դա կարող է փլուզվել։ Մի քանի ժամվա ընթացքում փլուզվեց այդ ամբողջը։ Օրբանը մինչև ընտրությունների նախորդ օրը վստահ էր, որ ինքը հաղթելու է։ Ընդ որում վստահ էր, որ հաղթելու է սահմանադրական մեծամասնությամբ։ Բայց դա փլուզվեց ընտրողների ակտիվությամբ։ Մեր ընտրողներն այսօր ակտիվ չեն։ Մեկ պարզ պատճառով։ Քաղաքական մրցակցություն չկա։ Քաղաքական ենթատեքստ չկա։ Ապաքաղաքական են զարգացումները։ Իսկ ընտրողները կարողանում են ակտիվանալ քաղաքական զարգացումների ժամանակ։ Տեսեք, Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիները, որ մենք հիշեցինք, լճացած ապաքաղաքական ինչ-որ մի միջակ էր եւ հույս էլ չկար, բայց 18 թվականը քաղաքականություն բերեց։ Մարդիկ սկսեցին սկզբից թույլ, սկզբից կասկածամտորեն, հետո շատ արագ սկսեցին հասկանալ, այո, process-ները քաղաքական էին եւ բերեցին հաջողության։ Թե հաջողությունը ինչպես մենք կարողացանք օգտագործել կամ իշխանություններն ինչպես իրենց շահերի համար օգտագործեցին, դա այլ խնդիր է։ Հիմա քանի որ Հայաստանում այս ընտրական այս process-ներում ամբողջը քաղաքականությունից դուրս է, դա է պատճառը, որ մարդիկ, տեսեք, սոցիալական ցանցերում ես կամ եւ հետեւում եմ, իհարկե այնտեղ աղբը շատ է, բայց կա նաեւ լուրջ մտածող մարդիկ կան, որոնց գրառումները ես տեսնում եմ, հետեւում եմ, կարդում եմ նրանց հոդվածները, գրառումները, մեկնաբանությունները եւ զարմանքով, ավելի ճիշտ առանց զարմանքի ինձ համար պարզվում է, որ նրանք բոլորն էլ մտածում են, իսկ ես որ գնամ ընտրատեղամաս, ինչ եմ անելու։ Նույնը ինձ է վերաբերվում, ինչ եմ անելու, ում հետևից եմ գնալու, եթե առաջատար ուժերի մասին է խոսքը։ Սա է ապաքաղաքական զարգացումներ են, դա էլ պատճառը այս վիճակի։ Եվ քանի որ Հունգարիայից խոսեցիք, ինչ եք կարծում, եթե մեզ մոտ էլ ընտրությունների արդյունքով այնպիսի արդյունք արձանագրվի, որ իշխանությունը պարտվի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է խաղաղ ու անցնցում ամենակարևորը հեռանալ եւ իշխանությունը փոխանցել այն ուժին, որը կհաղթի արդեն։ Ես չգիտեմ նա պատրաստ է թե ոչ, բայց ես կցանկանայի, որ այդպես լիներ։ Եթե պարտվի, նա պետք է ընդունի իր պարտությունը։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք շատ ավելի վատ վիճակ, քան հնարավոր է պատկերացնել։ Առանց այն էլ Հայաստանը աներևակայելի վատ վիճակում է։ Շատ ծանր գին է դա ունենալու։ Այո, ունենալու։ դա շատ ծանր գին է ունենալու եւ ես կարծում եմ նախապես հատկապես Հունգարիայի օրինակ աչքի առաջ ունենալով պետք է հասկանալ, որ այո, լինում են նաեւ անհաջողություններ եւ պարտություններ եւ այսօրվա դրությամբ ես չեմ տեսել դեռ
այս իշխանությունների մոտ, Փաշինյանի մոտ չեմ տեսել դեպք, որ ինքը հանուն պետության ինչ որ զոհողությունների գնա, ասենք նա չի հասցրել դառնալ այդ 8 տարիների ընթացքում պետական գործիչ, շարունակել է մնալ ընդդիմադիր քաղաքական գործչի վարկ դրսևորող, անգամ իշխանական չդարձավ դեռևս։ Այո, բայց չեմ կարծում թե պետք կունենանք մենք կամ չի ցանկանա տեսնել այնպիսի զարգացումներ, որպեսզի հետընտրական զարգացումներ, որպեսզի Հայաստանին կհասցնեին շատ ավելի ծանր հարված, քան մենք արդեն ստացել ենք կամ ստանում ենք, շարունակում ենք ստանալ այս տարիների ընթացքում։ Եվ մենք հիշում ենք, չէ՞, որ 2018-ին այս Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության ողջ process-ը ծավալվեց այն իրողության վրա, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր երրորդ ժամկետ չգնալ եւ հետո դժրեց իր խոստումը եւ Փաշինյանը հենց սրա վրա կարողացավ հեղափոխություն իրականացնել եւ գալ իշխանության, բայց երբ մեր լրագրողը իրեն շաբաթներ առաջ այս հարցը տվել էր, որ հիմա նա փաստացի երրորդ ժամկետի է գնում, նա պատասխանել էր, որ Եվրոպայում դեպքեր կան, երբ քաղաքական գործիչներն անգամ 4-րդ, 5-րդ անգամ են գնում։ Հիմա սրանով փաստացի չի ստացվում, որ ինքը խոստովանում է, որ շեղվել է իր դավանած արժեքներից ու օրակարգից, որոնցով էլ եկել էր իշխանության։ Դե տեսեք, ես այստեղ չեմ ցանկանում Փաշինյանին պաշտպանել, բայց այստեղ ինքը բան ունի, խոսելու տեղ ունի, որովհետև Սերժ Սարգսյանը ստեղծեց իր համար, իր հակով կարեց մի սահմանադրություն, որը պետք է իրեն Սերժ Սարգսյանին որքան ցանկանար, այնքան էլ պաշտոնավարելու, իշխանավարելու իրավունք պետք է տար։ Այո, պարլամենտական համակարգը տալիս է քաղաքական գործչին այդպիսի իրավունք եւ այդպիսի հնարավորություն, դրա օրինակ է Գերմանիայում Մերկելը, ասենք, քանի տարի ինքն էր, Օրբանը հիմա Հունգարիայում եւ էլի շատ օրինակներ կարող ենք բերել։ Դրա համար հենց հիմա Հունգարիայում քննարկվում է, քանի որ մենք չգիտեմ Հունգարիան դարձրեցինք առանց մեր զրույցի, որ նաեւ պարլամենտական համակարգի դեպքում պետք է ժամկետ մտցվի, որպեսզի չլինեն ժամկետավարի երկիրը։ Ես ի սկզբանե դեմ եմ եղել Սերժ Սարգսյանի սահմանադրությունը փոխելու այդ ծրագրին, բազմիցս գրել եմ հոդվածներ, հայտարարությունները հանդես եկել, ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը դա անում է իր անձնական սեփական խնդիրը լուծելու համար, բայց Սերժ Սարգսյանը փաստորեն Հայաստանին հասցրեց այսպիսի ծանր վնաս, այսպիսի ծանր հարված, փոխանցելով, սարքելով, կառուցելով այդ սահմանադրությունը, նաև իր այդ թիմակիցները մի 5-6 հոգի են, շատ չեն, որոնք բոլորի անուններն էլ հայտնի են, որոնք այո շատ ծանր հարված հասցրեցին Հայաստանին եւ այսօր մենք ունենք այս սահմանադրությունը, որը ցանկացած Փաշինյանի, կամայական Փաշինյանի մի 10 անգամ վարչապետ լինելու հնարավորություն է տալիս։ Որքան ինքն էլ չի հրաժարվում, որքան երկրում զարգացումները կլինեն ապաքաղաքական, որքան քաղաքականությունից հեռու կգնանք մենք, այնքան ավելի շատ իշխող ուժը հաղթելու հնարավորություն կունենա։ Եվ այդ հաղթելու պարագայում, տեսեք 21 թվականին նա հաղթեց, հիմա հաղթանակը բավականին հավանական է նրա համարվում, նրա, որը կարող է նրան նորից ընձեռել նման հնարավորություն։ Կդառնա ամենաերկար կառավարած իշխանությունը Հայաստանում։ Կդառնա, որովհետև եւ դա չենք կարող մենք ասել, որ դա օրենքից դուրս է, չենք կարող մենք դա ասել, թե ինքը ուզուրպացնում է իշխանությունը, ոչ բոլորովին, որովհետև Սերժ Սարգսյանի սարքած սահմանադրությունը այդ հնարավորությունը ընձեռում է։ Այդ հարցերը պետք է ուղղել ոչ թե Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին։ Փաշինյանը սահմանադրություն չի խախտում, օրենք չի խախտում։ Նրա քաղաքական ուժը հաղթում է եւ առաջադրում է նրան պարլամենտում վարչապետ։ Այդտեղ ասաց Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի առաջնորդվի, ես դրա համար էի պայքարում, ես նման խոստում չեմ տվել, փաստացի։ Այո։ Եվ պարոն Հարությունյան, վերջում մեր իշխանությունները մեզ վստահեցնում են, որ խաղաղությունը արդեն հաստատվել է, պարզապես մենք դեռևս դա չենք գիտակցում եւ ըմբռնում։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք այս հարցում, կարող ենք պնդել, որ տևական խաղաղություն է հաստատվել, երբ Փաշինյանն էլ է խոսում իր հեռանալու դեպքում չի լինի խաղաղություն, եւ օրինակ այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը շարունակում են մեր երկրի ինքնիշխան տարածքներում մնալ, Ալեն Սիմոնյանն էլ օրինակ խոստովանեց, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այո, Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հենց սկզբից տարիներ շարունակ 90-ականներից Թուրքիան հայտարարել է, հենց կլուծվի Արցախի խնդիրը, մենք սահմանը կբացենք։ Արցախի խնդիրը վաղուց ադրբեջանցիները լուծել են։ Ոչ թե լուծվել է Արցախի խնդիրը, այլ ադրբեջանցիները իրենց համար լուծել են Արցախի խնդիրը։ Մեր արկածախնդրության, մեր ապաշնորհության, մեր տգիտության հետևանքով եւ բայց Թուրքիան չի բացում սահմանը։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով, որ Ադրբեջանը դա չի ցանկանում։ Ադրբեջանը ցանկանում է իր կողքին ունենալ թույլ
տնտեսապես թույլ, քաղաքականապես թույլ, Կախված։ իրենից կախված իշխանություն եւ երկիր, որը չի կարողանալու որևէ կերպ հակադարձել եւ հակատարվել Ադրբեջանի ծրագրերին։ Ինչ ծրագրեր են, դա արդեն այլ խնդիր է, ճանապարհների խնդիր կարող է լինել, բազմաթիվ եւ բազմապեսի խնդիրներ կարող է լինել։ Հենց սա է Ադրբեջանի ցանկությունը եւ սա համարել խաղաղություն, վերջնական իհարկե չկրակելը խաղաղության նախապայման է, խաղաղության նախադրյալ է, բայց խաղաղությունը լիարժեք կլինի այն ժամանակ, երբ կլինի փաստաթուղթ խաղաղության մասին ստորագրված եւ որ կարևորն է Հայաստանի սահմաններից ներս չեն լինի ադրբեջանական զինված ուժեր եւ Հայաստանով անցնող բոլոր ճանապարհները եթե կլինեն Հայաստանի վերահսկողության ներքո սա է խաղաղությունը բոլոր հարևաններն էլ իրար հետ ունենում են թշնամություններ, հակասություններ, հակադրություններ, բայց պատմությունը, մարդկությունը մենք գիտենք հարևանների փոխգործակցության օրինակներ ինչպես են Եվրոպայում բազմաթիվ նման բազմաթիվ են այնպես որ հայտարարել թե խաղաղությունը արդեն մեկընդմիշտ է մենք կուզենայինք ես կուզենայի որ դա այդպես լիներ բայց դեռ այդպես չի քանի դեռ ադրբեջանական ուժերը գտնվում են մեր տարածքում քանի դեռ Հայաստանով անցնող երթուղիները մինչև վերջ մենք դեռ չգիտենք ինչ կարգավիճակ են ունենալու եւ ինչ իրավունքներով են ադրբեջանցիները հատելու Հայաստանի սահմանները Իսկ Ադրբեջանը այս իրավիճակում կարող է Հայաստանի անվտանգության երաշխավորը լինել, ինչպես մեզ վստահեցնում են, իհարկե հակառակնել են ասում, բայց այնուամենայնիվ մենք գիտենք իրականությունը ինչի մասին է։ Հայաստանի անվտանգության երաշխավոր չի կարող լինել հարևանդ, որի հետ դու ունես հակաշություն երկար տարիների որը քո ինքնիշխան տարածքում է, որը քո նկատմամբ դեռ ունի նկարտումներ եւ ծրագրեր։ Դա նման հայտարարություն անելը դա բանել պետական գործիչների բերանով շուրթերից դա մեր թուլության մասին է խոսում, դա մեր ենթակայության մասին է խոսում, դա խոսում է այն մասին, որ մենք որպես պետություն ինքներս մեզ դեռ չենք սովորել հարգել։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։ Կհանդիպենք։